դուք շենքերի խայտարակ թույլտվություններ եք տալիս, բայց 12-րդ հարգից վերև մենք նորմալ հրճեջ մեքենա չունենք։ Մեկին մոյկային տալի, մեկին ապօրինի շենքի շինթույլտվություն, մեկի բարեկամին բերում են գործի էին դասավորում։ Փողոցները այսքան են, եղբայր, մարդիկ սկսեցին որ ապրել, այդ սաղ մինչև կոմիտաժ չեն կարանալու դուրս գան, դասի ոչ մեկ չի հասնելու։ Երբ որ թուրքը կգա կհասնի Երևանի արդեն այդ սահմանին, պատկերացրեք մենք օրինակ այս Շենգավիթի գործարանների բաների կողմով ինչքան մարդ կարանք պրոսը տաղալենք ու թաղենք այդտեղ։ Մի քանի հազար քառակուսի ընտիր պուրակի տեղ կա, բայց հիմա դարել է բոմժերի ու չգիտեմ թմրամոլների հավաքու տեղ։ Ողջույն, եթերում զորազրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Քերոփյան։ Եվ այսօր ունենք շատ հետաքրքիր Վիկտոր Մնացականյանն է, կենտրոնի նախկին թաղապետը, ուրբանիստ, քաղաքային պլանավորող, մի մասնագիտություն, որը իմ կարծիքով այսօր մեզ խիստ անհրաժեշտ է։ Բայց բավականին անտեսված հաշվի առնելով թե ինչ է իրականում տեղի ունենում։ Իրականում երբ որ ասում ես քաղաքային պլանավորող, մարդիկ պատկերացնում են շենք սարքել։ Եկել փողոց գցել։ Հա, բայց դա դրա մասին չի։ Դա նրա մասին է, ինչ այսօր մենք չունենք, դրա համար էլ այդ բոլոր բաները, հա, խցանումները, որ տեսնում եք, հեղեղումները անձրևների ժամանակ, այս փոշին անհարմարությունները, որ կենտրոնացումը, այդ ամբողջը բանի տիրույթում է, ուրբանիստի տիրույթում է, եւ մենք այսօր ուզում ենք իրականում անվտանգության պրիզմայից խոսենք, էլի քեզ հետ, Վիկտոր ջան, աննող խոսենք, հա, ճիշտ ասած, կհիշես Սուրմալուի դեպքը, երբ որ եղավ Սուրմալուի դեպքը, երբ որ մի քանի այս հեղեղումներ տեղի ունեցան, կամ երբ որ էլեկտրաէներգիան անջատվում է ու մի քանի խաչմերուկում բան չի աշխատում, լուսացույց։ Ես հասկանում եմ, որ եթե օրինակ թշնամին ուզենա, ինչ արագ կարա ուղղակի այս քաղաքը բանի ենթարկի, էլի, ասենց տոտալ ստուպերի մեջ գցի մեզ բոլորիս։ Ինչի հետևանքն է սա, ուզում եմ հասկանամ։ Հետաքրքիր է, որ օրինակը հենց բերեցիր Սուրմալուի, որովհետև Սուրմալուի դեպքը շատ բան փոխեց քաղաքաշինական առումով։ Նախ, որ քաղաքային պլանավորից խոսում ենք, շատերը գիտեն դա քաղաքաշինարանն է։ Քաղաքաշինարանը մի քիչ ինքը ավելի հին մոտեցում է քաղաքային պլանավորման, որտեղ ընդհանրապես քաղաքային պլանավորումը դա թարգմանված է ուրբանիստից, իսկ ուրբանիստն էլ դա նաև փորձում ասել city planning, city management, այդպես ավելի ամեն ինչ աներ արում։ Ու մենք ինչ որ հիմա խոսացինք որպես ավելի կիրառական, քաղաքաշինական, ճարտարապետական, հա, ընդհանրապես շինարարություն եւ այդ մասով։ Բայց պաշտպանությունը այն ինչ որ նայեք հիմա դուք ես հետևում եմ, հա, ասենք ձեր օրինակ ոդկասթին, զրույցներին, խոսում ենք ավելի որպես օրինակ որպես մասնագիտություն զուտել եմ ասում կիրառական, բայց ես գտնում եմ որ այս խնդրի մեջ, որտեղ հաստատ ինձանից կարող ավելի լավ մասնագետներն են Երևանում, հա, ասենք, չգիտեմ, դուրս աշխատած կամ մեր բանի MCS-ի տղեկը, որտեղ կան լավ օրինակ, հա, տենց ես Սուրմալուին եմ գալիս։ Ես կուզեի ավելի ծանոթանալ նաև այսօրվա զրույցում համայնքի մասով, որտեղ այդտեղ արդեն սոցիոլոգիան ավելի կարևոր, որտեղ քաղաքային պլանավորողը պետք է նաև այդ սոցիոլոգիայից հասկանա, պարտադիր պետք է մարդաբանությունից հասկանա, պարտադիր հոգեբանությունից, հանրային հոգեբանությունից, իհարկե, հանրային հոգեբանությունից, չգիտեմ, տնտեսական այդ աշխարհագրությունից եւ այլն, այս պահին հիմա այս Երևանին կողոտեսում դա ավելի կարևոր է, քան այդ մնացածը։ Ու Սուրմալուն այդ շատ հետաքրքիր այդ ճեղքերը բացեց, այսինքն ինքը միանգամից ցույց տվեց խնդիրը, որն է դա, ուրեմն ես այդ ժամանակ գտնում եի, հենց գնում եի մերոնց մոտ աները ճստուն, բանի, սիլաչ են ապրում, ուրեմն այդ բակ մտնելուց այդ գմփոց լսելը, ես էլ միանգամից վախեցա, մտածեցի դեպի գալցել Արաղացի կամ այդ կողմերը հասկացա, մերոնցի չաստրեցի, հավատացեք եւ 5 րոպեից ընդեղ էի, հələ որևէ մեկը, ոչ սկորի կար, ոչ եւ այլն։ Ուրեմն այն ինչ որ ես տեսա, իրականում շատ անհանգստացրեց։ Ես հասկացա, որ մենք էլի տոտալ պատրաստ չենք որևէ տիպի, ասենք, չգիտեմ, ՉՊ-ի նորը տեսնեմ, բանցած օրը երեք կարծեմ ազգային ժողովում Գեղամը Մանուկյան հետաքրքիր հարց տվեց ներքին գործերի նախարար, թե մենք անընդհատ ասում ենք, դուք շենքերի խայտարակ թույլտվություններ եք տալիս, բայց 12-րդ հարգից վերև մենք նորմալ
հրշեջ մեքենա չունենք։ Մի հատ կիսատ պարատ ունենք Ճապոնիայի նվերն, հա, այն այդպես մեկը աշխատում այդ բաժնյա, մեկ չի աշխատում, հապտի յուղեր սարքել։ Ես որ իմացա խելագարվեցի։ 9 հարկից բարձր բացացող։ 14 հարկ, բայց դու երբ որ տալիս ես 18 հարկ կամ 20 հարկ, դա նշանակում է դու այդ շենքի շինթույլտվության ես, դու ասես օքեյ ընկեր, որտեվ հաշվարկները դիականում իմացեք կառուցապատողները մեծ հատկապես հարգերը եւ շահույթներ են ստանում։ Բարի եղի կբերես մի հատ մեքենա ու ասես ինչ պահանջ, այսինքն քո պարկը համալրը չի կարող մեկը կորեական հրշեջ մեքենա բերի, մեկը չինական, մեկը ռուսական, որ պարկը դե որտեղ այն մյուսին ասես դու կբերես մի 3 տարվա զապչաստը կթողես, հա, եւ այլ որ այդ խնդիրները չառաջանա, իհարկե։ Ուրեմն այն ինչ որ ես տեսա Արշակունյացից, որովհետեւ արդեն երբ որ առաջի շտապօգնության մեքենաները եկան, սկսեցին Արշակունյացից անել, որտեղ մի կես ժամ, չգիտեմ, այդ ժամանակ զանգում է քաղաքապետին ժամանակ Հրաչներ Սարգսյան ինքը տեխնոկրատ էր, ինքը հասկանում էր խնդիրից։ Ի տարբերություն մնացածների շատերի ես հետո որ եղան այս քաղաքական նշանակումներ, մեկը բանկիր, բան եւ ոչինչ, ինքն էլ է բանով բանկիր, բայց լսել ուներ, ասենք հասկանում էր ինքը MÇS-ի մինիստրը, ուրեմն կանգնել են այն Սուրմալուի Փեթակի կողմից։ Այդտեղից ուղղակի հանգցրում են ջուրը։ Այսինքն մարդկանց տարհանում են այդտեղից բացված Արշակունյացից, հա։ Հիմնական ժողովուրդը մեկ եկել է բարեկամինա մանգալին դեղ արդեն պրոբլեմներ են իրավապ մեկը գողություն ուզում անի, հա, այդպես հասկացեք ինչա կատարվում։ Օրինակ եմ ասում։ Կեժա, մի ժամ չեն գալիս այս կողմ։ Իսկն զարմացած եմ գնաց եմ ասում լավ չէ, եկեք այստեղ կանենք, այստեղ է պրոբլեմը։ Բայց ինչ եմ ասում, որովհետև հասարակ բան։ Եկավ մի հատ հրշեջ մեքենա, հանեց այդ իր մեծ շլանգը, շպրտում ասես մի 3 մեկը մեկին է շպրտում են, մեկը որ տանեն են մի քիչ ավելի հեռու, որտեղ արդեն քանդած այդ բետոններ արմատ։ Ուրեմն հենց ջուրը տվեցին, դեպ չես կարա պահել, չէ՞, նապորը։ Բան եղավ, այդ սաղ արմատուրիկը տրակցրեց, 4-5 տեղ ջուր տրակցրեց։ Ես զարմացած նայում եմ կողքը։ Փոխեք, այսինքն էֆեկտիվ չեղավ։ Մյուսը դրեցին։ Նույն ձև էլի նույն սխալ, ասում տղեկ, դուք զարմանալի է կադրերը։ Բաժանք, պատրաստություն, լեխտը չեք։ Իրոք վատ է դա, չէ՞, ասենք չեմ ուզենա, որտեվ պրոֆեսիոնալ տղեկ եկան, ես բոլորին ես ցավներ տանեմ, ես կարող եմ չստացի այդպես ուտրիրոյորուսի ասած խնդրեմը, բայց մենք դու ուշադիր լինենք։ Մյուս ասած եկեք սաղը ձեռներով բռնենք, ես հասկանում դա սարսափելի ատմոսֆերան է, չես կարա էլի։ Գոնե չթողենք ընկնի, վերջում տենց էլ եղավ։ Մենք ցեցինք բռնել, որ մեր վրայով շլանգը գնա, որ հենց ընկնում է ձիգ բանը, արմատուրեն ցանկում ախպեր։ Սրանք դուք առաջ անգամ եք սրա մասին տեղյակ։ Բայց դա էլ այդ բերում է ուրիշ խնդրեմ։ Ես ընդհանրապես մի խնդրի մասին ասեցի, բայց դա սարսափելի շատ կա։ Ես հիշում եմ, որ նույնիսկ շղթայելու այդ process-ը նորմալ չէր իրականացվել, երբ որ պատահական մարդիկ էին գալիս, ինչ որ մեկը իբր ես գնում եմ վեշերս վերցնում, չգիտես վեշերն ավելցնում թե ինչ անում, ու խանգարում են այդ փրկարարներին տեղ թեկուզ նաև կամավորներին, ու ոստիկանությունը այդ սովորական այդ պրիմիտիվ հացը չէր կարում, ոչ թե չէր կարում, այլ այնքան համակարգում այնքան խառն էր, ով ումա ենթարկվում, ով ինչ անում։ Դե ախր այս շարքը մեն Երևանում չկա մի խնդիր, որ ինքը սաղ համակցված է, իմացեք։ Տրանսպորտը կա, պրոբլեմա մենք օրինակ խոսացինք, այս Արշակունյացի, չգիտեմ, այդ բոլոր ինքը մի պրոբլեմից չի գալիս։ Օրինակ, թե ինչի է Սուրմալում, ի տարբերություն Սուրմալում, հələ լավ վիճակում ավել, որտեղ ինքը ավելի ցածր հարկեր է, դի պահեսների մաս եղավ, դա մը քիչ մարդ մահացավ։ Բախներս բերելա։ Բայց պետք է ասեք Փեթակում օրինակ լիներ։ Պետք է ասեք այն կողքի այն մյուս մոլերում լիներ, ընդհանրապես էլի նույն նեշոր հիմա շատ բան ա փոխվել։ Այսինքն ով դուժեց այդ դեպքից հետո կառուցապատողները անենց մատ բարդ հիմա ստիպել են էլի որ դրսից երկրորդ բանը էվակուացիոն այդ աստիճանը լինեն, հա, լավ բաներ եղան իրականում, բայց ձեռի հետ էլ այնքան սխալ բան եղավ, որ դժվարացրեց բոլորի կյանքը, բայց ինչի է, եկեք հասկանանք, հա, ինչի է Սուրմալուն կամ ավելի վատ բանը, ալրեղացը, որի ինչ են вообще, ոնց է դեղավ, չէ՞ որ հենց այնպես չի ցաղի դա հետ են, որովհետև ժամանակին նախագծում ալրեղացը պայթացեցին անգամ մետրոյի ռելսերի վրա, չէ՞։ Դե ալրեղացը չպայթի, ինչ որ ուղղակի բանվոր անշնորհք էին, արին ընկել էր, դա մի կողմից, դա բան էր, որ հանրապետության Ֆիրդուսում այնքան են փորել, 82 հարգի, քանդել են տակուններ 3, որտեղ քաղաքապետեն ոչ մեկ չի գնացել ստուգի,
ով այդ շինարարը 3-4 հարկ են փոր, ասել են դե լավ է, դու չգիտեմ, ավարտականը մտել է մետրո, դա աշխարհում չլսված բան է։ Չէ, աշխարհում լսված բան է, որովհետև ես Մոսկվայում եղել եմ այն ժամանակ, երբ որ տեխնոպարկ կայարանը սարքում են, իջան կանաչ գծի մեջ մտան։ Բայց հարցն է, որ այսօր տեսնում ենք Photoshop-ով տեխնոպարկում գիտես, քանի մարդ են գործից ազատ է, Ռուսաստանի քաղաքապետարանում, քանի մարդ քրեական գործով նստեց։ Դիսպեչերականից զեկուցեցին, սենց արեցին, գնացին առաջ։ Photoshop-ով այսօր շենքերն իրարից հեռացնում, շինարարության թույլտվություն են տալիս, այն դեպքում երբ որ անհնարին է տարածքներում ասենք թույլտվություն տալ։ Բայց այսօր տեսեք Երևանում գինու օրեր են անցկացվում, ամբողջ քաղաքը տրանսպորտային հոսքերը դառել են անտանելի ուղղակի։ Ես դրա համար էլ ուշացա։ Ես էլ դրա համար ուշացա։ Բայց գալիս է նաև դրան, որ տրանսպորտային հոսքերի կառավարումն է, որը որ քաղաքային պլանավորման բաղադրիչներից մեկն է, այսօր մեր մոտ գտնվում է վատթարագույն վիճակում։ Երևի ասեմ ավելի է վատանալու, որովհետև չկա մի խաչմերուկ Երևանում, որ նորմալ ռեժիմով աշխատի, այնպես որ խցանումներ գոնե իր շրջակայքում չլինի։ Շատ հաշված է։ Դա շատ իրականում բարձունակ է, որտեվ հա քույրս դիպլոմա գրել դրա վրա դեռ 2000 թվականին հենց Երևանի կենտրոնի խաչմերուկների ու հետազոտություն էր կատարել, որ ոչ մի խաչմերուկ նորմալ ռեժիմով չի աշխատում, ու ես էլ շատ եմ ավտոքշում, բայց եթե չեմ սխալվում, մաթեմատիկայի բանաձև կա, ես ռուս պոպուլարիզատոր կար, որը բացատրում էր, թե ոնց են մաթեմատիկական ինչ-որ ֆորմուլաներով հաշվարկներ անում բալտ ու հաշվարկում թե որ խաչմերուկում ինչքան պետքա լայնությունը լինի, լուսացույց ինչքան պետքա պահի։ Այսօր տեխնոլոգիաներ կան, որ հնարավոր է այդ ադապտիվ ռեժիմներ կիրառել եւ հասարակ բան է, նոր մի բարեկետ էի խոսում, ասում դուք ունեք կարմիր ռեժիմ միացնող կոճակ։ Որ բոլոր խաչմերուկի բոլոր լուսացույցերը կարմիր բերի, որ կարողանաք հոսքը կարգավորել։ Բազմա չունեն ու նույնիսկ չեն էլ մտածում դրա մասին, չնայած այն ընկերությունը, որը որ այսօր լուսացույցների կարգավորումով կամ լուսացույցների սպասարկումով զբաղվում է, ես վստահ եմ, ասես արեք, մի օրում կանեն, բայց դա պետք է ասել, պետք է դրա մասին մտածել։ Այս ամենի մեջ ինձ շատ անհանգստացնում է հետևյալը. մենք բոլոր ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս ոլորտում եւս երկու աստված ունենք, հալբաթ ու բալքիմ։ Հալբաթ չի լինի, բալքիմ չի լինի, հա։ Մեկը երկրաշարժն է, որ ես պատկերացնում եմ, էլի, այդ գառնու խզվածքում մի հատ թեթև ցնցում լինի, ստեղ ինչա կատարվելու, հա։ Ես տարիներ շարունակ իմ շրջապատում այդ եմ ասում, մարդիկ երբ որ հիմնական պատ են քանդում, շենքի վերևը մանսալտ են կառուցում, հիմքից այդ նիշից ներքև իջնում են խանութի մուտք են բացում, ասում եմ, էսի մեր քթերից գալու է շատ ահավոր է լինելու։ Ու առաջին հերթին ես ասում եմ, մարդիկ շատը մահանալու են ոչ թե նրանից, որ վնասվածքներ են ստանալու, այլ նրանից, որ հնարավոր չի լինելու հասնել իրենց, որովհետև 5 հարկանի շենքերի մեջտեղը մեկը բերել է կներեք բանից տուֆից մի հատ ֆալոսա ցցել տենց քարից ու տենց շատ հետաքրքիր է ամեն ինչ։ Այսինքն այդ շենքին չի հասանելի չի լինելու ոչ մի բան, էլի, ու դու վերևից քաղաքին նայում ես ու պատկերացնում ես թե ինչ կարա ստեղ լինի։ Այս խնդիրները իհարկե լուրջ անվտանգային բաղադրիչ ունեն, հա, որովհետև քաղաքացիական պաշտպանությունը հենց ուղիղ կերպով կներես զգացել ես ցնցումից ցնցում են սա։ Քաղաքի հնարավորությունների վրա, այսինքն բնակչության պաշտպանության, բնակչության անվտանգության ապահովումը ուղիղ կերպով կախված է թե քաղաքը ինչպես է պլանավորված եւ ինչպես է կառավարվում։ Ես մի բան գիտեմ, որ էլի սա այս խնդիրները գալիս են համայնք չի ձևավորում Երևանում։ Կա մենք ունենք Երևան քաղաք, բայց մենք չունենք Երևան համայնք։ Եվ համայնքային պատասխանատվություն չի ձևավորվում։ Եվ բնականաբար արդեն իրա սա թեմաներով։ Հիմա բացատրեմ, օրինակ Գյումրի վերջին ընտրությունները ինչի՞ նաև եղավ, որ հայոց դիտորդը այնտեղ է, հա, որ օպոզիցիայի նաև հաջողություն եղավ դիմության, որովհետև համայնքը ոտքի կանգնեց, որովհետև Գյումրեցին միշտ որպես համայնք, հա, լենականցին կնիժա, իսկ մենք որ ասում ենք անգամ այդ բանների տեխնացուների մեջ չեն ասում, չէ՞, ինչ կուսակցություն եւ հիմա ասես որ կուսակցությունով ոչ մեկ չի հիշի, բայց ամեն մեկը մի թաղից էր, այդ դա է կարևոր։ Գյումրի իհարկե տարբերություն Երևանի քիչ են թաղերը,
բայց ավելի ձևավորված են, չէ՞, ասենք տարբեր, չգիտեմ, Սլաբոդկից, Թուրքի մայլա եւ այլն, չգիտեմ, Մենսկուգը տեքստիլ եւ այլն տարբեր։ Ու ամեն մեկը ոնց որ լինի իր տեխնացում, պլյուս ինչ որ ավելորդ ճրկուսակցական կամ հա ծրագրային եւ այլն, մեկը պրոռուսական, մեկը եւ այլն։ Երևանը զրկված է դրանից։ Երևանը միշտ կայացած ա եղել իր թաղերով։ Դաժե թե հիշեք այդ վերջինս 90-ականներից հետո 2000-ական այդ խայտարակ ընտրությունները, որ թաղի տղեկ չէ, որ ասում էին, հիշեք, շտաբերը բացվում էին թաղերում, ոչ թե վարչական շրջաններում։ Որ կար թաղ կար, որ Բանգլադեշի նման կարալի Մալայցիայում կլինի, չգիտեմ, Թոխմախի կոմերը կարալնի, Զեյթունի, ինքը ամենամեծ հայատներում էին անգամ դնում այդ, որովհետև կառավարվում էր ամենաօպերատիվ հասկացել են այդ ընտրությունը, իսկ ընտրությունը կախված էր իրենց իշխանությունը, բակերով էին իրան կամ, այսինքն թաղերով էին կարող անեն։ Հենց ընտրությունը վերջանում էր, շտաբերը փակվում էր, մոռանում են, մի քանի օքի թաղի տղեկի մեկին մոյկային տալի, մեկին ապօրինի շենքի շինթույլտվություն, մեկի բարեկամին բերում են գործի էին դասավորում կամ մեկի կնոջը մանկապարտեզի վարիչ է նշանակում ու պրծավ թաղի գաղափարը։ Մեկ էլ 5 տարի հետո հիշում են թաղել, ասում են վշ վարչական շրջան։ Վարչական շրջանները Երևանում էդի սարսափելի արհեստական բան է, հələ սովետի նման ինչ որ միջև սովետը կարողանում էր աշխատել, բայց սովետը առաջին հերթին կարողանում էր, օրինակ, չեմ, Կանազի ալյումինի գործարանի մշակույթի տունը արաբկիրի բնակիչներին կրթում էր, որտեղ դու եթե ժոր երկի պարից սկսած միջև մնացածին, ասում են դու մի հատ բացի սիմֆոնիկից կամ Արնոբանից հայ ֆիլհարմոնիայում հանդես մի հատ արին դեղ դու հետո մի հատ գնայես ինչ մարդ այսինքն ինքը ընդհանուր էր զարգանում մենք համայնքները որովհետև եկեք հիշենք մեր բակային ճամբարներ ինչքան լավ բաներ չէ Պիոներ պալատները նույնիսկ կային այդպիսի բաներ այսինքն երբ որ դու քո քաղաքը կառուցված է համայնքի մակարդակ ոնց բացատրեմ օրինակ համաչափ զարգացման այո համաչափ զարգացման համար մենք խոսում ենք պրոբկայից այդ մարդամոտ քաղաքի կոնցեպտը որ մենք ասում ենք որն է ախպեր, եթե դու կծված ես, ես ինչ պոլիկլինիկա, դու չես կարա, չէ՞ գնաս ուրիշ։ Նույն հիմա իհարկե մի քիչ ձևերը փոխել են, կամ паспорт սեղանին, կամ օրինակ դպրոց մանկապարտեզ։ Այդ դպրոց մանկապարտեզը ժամանակին տենց էր։ Հիմա մարդիկ ապրում են օրինակ Քանաքեր Զեյթունում, իջնում են նույն բակ խաղում են, դպրոցի ժամանակը գալիս է, որ մի քիչ հնարավոր մեկը իջնում է կենտրոնից սկսում են որևէ 5-6 դպրոցներից մեկը։ Այդտեղից դու հիմա եկեք հասկացեք, որ այդ մանկապարտեզի ժամին ինչքան մեքենա է, իսկ այդ եկողների մեծ մասը հասարակական տրանսպորտով չի գալիս։ Վարորդով, բանով Նայեք պատոկ, ասինքն մոնումենտից իջնում են ազատության բանով Պողոտայով, Միասնիկյանով իջնում են արդեն տրաֆիկը։ Մեր մոտ տրանսպորտը երբևէ դատան չի ուսումնասիրել։ Դու ինչի համար ես իջնում, եղբայր։ Դու ինչի ես մետ ասեն գնաց կանգնես տուղտուկերիչով, ես ընդ օրինակ տրանսպորտի դպրոցը։ Դրա համար դու չպետք է հասնես դրան։ Այդ լավը չնելու դու դրա համար օրինակ բերում եմ երազ թաղամասով։ Երազ թաղամասը հիմա կառուցել է, ասենք, տասնյակ տներ, հիմա այդ սաղ այդ կանազի, երազի գոմեր սարսափելի մեծ կառուցապատում փողոցներ էսքան են եղբայր մարդիկ սկսեցին որ ապրել այդ սաղ մինչև կոմիտաժ չեն կարանալու դուրս գան դասի ոչ մեկ չի հասնելու կողքը կա մի քանի դպրոց 77-ը 54-ը մի քիչ ներքև չգիտեմ 191 բանը ստիպենք երազ թաղամասին խոսքը երազի մասին չի լավ կառուցապատող են տարբեր կառուցապատողներին ախպեր փող դրեք այդ դպրոցները վերանորոգեք նաև վերաիմաստավորեք որովհետև Արդեն նույն հնարավորություն դու պարտադիր պետք է տաս որպես բիզնեսի սոցիալական պատասխանատվություն այդ քո շենքերից որևէ մինիմում, ասենք, չգիտեմ ինչ, օրինակ վերցնենք 1000 բնակարանա, 1000-ից 50-ը պետք է տաս հրշեջին, դպրոցի ուսուցչին, պոլիկլինիկա, որ ինքը ապրի այդ նույն թաղամասում, միայն այդ է հարցի լուծումը։ Քանի երևանցիները ապրելով տարբեր վարչական շրջաններում բերում են իրենց երեխաներին մանկապարտեզները եւ դպրոցները կենտրոնում, անիմաստա խոսալ որևէ կրթական ռեֆորմից, անիմաստա խոսալ որևէ համայնքային ռեֆորմից։ Այդտեղ է համայնք ուժեղանում, այդտեղ քաղաքապետը պիտի այդ համաչափ զարգացման համար ստիպի կառուցապատողին։ Երկրորդը մի բան էլ ասեմ, որ նույն որևէ մեկ ասենք եկեք վերցնենք շենքակառուցում Էրեբունիում կամ բանում, չէ՞, բայց այնտեղ բարի դպրոց չկա։ Բարի դպրոցի համար դու պետք է գնաս, չէ՞, ինչ որ կոմերչեսկի բանով, պրինցիպով վարձես, ասենք $1000 տաս։ Այդ ջայլ աղջիկա բարի միտես դուրս է եկել բարեկամություն համույթից կամ բարի պետականից գնացել է կամ սովորել է Ռուսաստանից եկել է, ուզում է այդ համույթ սարքի 30-40 երեխա պիտի 5000 կա, օրինակ այդ կողմի բնակիչները 5-ից ավել ամիսը չեն կարա փող տան։ Բայց որտեւ այդ 5 այդ աղջիկը պիտի տուն տանի, հարկ տա, տուն տանի, ապրի, բայց եթե դու ունես տարածք ես տալ, որտեւ կողքի խանութ ասում ախպեր, ես ինչ է տարածքի տորոջ ասում եմ, մի դու այդ աղջկան $300-400, ես 2000 կամ ինձ պահեց սարքը, միշտ տենց ալին, ես ինչ որ ասում եմ, 50 օրինակ ռեալ տենց է։ Ասում եմ մարդել ասում կներես աղջիկ ջան, հա, բայց պետք է այն մարդը ավել է տալիս եւ ուսանող են պահում, պետք է այդ փողը տա։ Ուսով դրա համար դու էլ այդ կաշենքի կառուցապատողին ոնց որ բնակարան պիտի տա սոցիալական, նաեւ դու պետք է տաս
տարածք, հանրային օգտագործման սովորեն, չգիտեմ, պարկ, քանդակագործություն, մենակ խանութ սուպերմարկետ չպետք է լինի, պարտադիր, էլի թող մնա շենքի սեփականության տարածքը, բայց դա անվճար պիտի լինի, որ արվի, դա մի ձևն եմ ասում, էլի խոսում եմ համայնքից։ Հիմա մենք ներկայացրեցինք համայնքային խնդիր, դե հիմա դուք պատկերացրեք, գալիս է պատերազմ, մենք արբեր արդյունքներով խոսացել ենք, օրինակ այս մոբի խնդիրը, չէ՞, մեր 44-օրյա պատերազմը, ո՞րն էր ամենաառաջի խնդիրը, որովհետև այդ մոբի ժողովուրդը, երբ որ ասենք մեր բաները, զինծառայողները, չգիտեմ, կամ իրար տղեկը արդեն իրար հետ ծառայել են մեր սրոջնիկները, իրար հետ կանգնած են, արդեն անցել են, գիտեն, չգիտեմ, ով լավ կրակում, ով դուխով, ով չգիտեմ, իրար ճանաչում են, հարատ պատրաստ են կյանքը տան։ Բայց այն հետևի կամ այդ մոբը իրար չի ճանաչում, մեկը բժիշկ է, մեկը մեխանիկ է, մեկը առաքիչ է։ Ախպերներս հետ եմ գնացել, մեկը։ Ոսմա սրանց հետ ոնց գնամ, բար հետևից մեկը խափի, չեմ ասում որ խուճապ ամենավատ բանն է, պատրաստությունը, խուճապը իրար չճանաչելը, դա ոնց է։ Այ բակում դա խնդիրը չկա, այ դա է ամենակարևորը։ Հիմա եկեք հիշենք, ով որ ասենք մեր բանակային ընկերներ ունենք, որ օրենք որ ասում են, չասնայող ա եղել եւ այլն։ Եթե հիմա հիշեք, Երևանից վերջին 20 տարվա ինչքան էս ընկեր եմ ունեցել այդ որ այդ ճակերտավոր եմ էլի ասում չասնայողների տղեկի երևի 80%-ը Երևանում հետո իրանց չեն գտել, այնպես ոնց որ իրանք ուզեին։ Բայց այդ մարտիկ արդեն պատրաստ են, նախ ունեն նշանակում լիդերական հատկություններ։ Նաև ինչ որ օժտված են որոշակի ինչ որ տես հմտություններով, որ կարան։ Եկեք որոշենք, ասենք, ես հիմա օրինակը բերենք Շենգավիթի դեպքում, որովհետև եթե համարենք այս կողմից Նախիջևանից բանից, հա, թուրքերը մուրքերը սաղեկան, մենք նախ պիտի առաջինը կարողանանք այն թափը։ Նուբարաշենը, որտեղ բարձր են, մոտիկ են։ Մասիսը սաղ Փարաքարի բանի այդ ամբողջ գյուղերը, այս, չէ։ Մենք պետք է մեր խնդիրը ինչն անել, օրերով կանգնացնենք, մինչև գան Երևան, որտեղ եթե իրանք է փախան, էլա Երևան անիմաստ է պահել։ Իդեպ հիշում եք Կիևի դեպքերը։ Կիևի այդ կադրերը, որ հենց մոբը մեծ հաշվով էլի պահեց Կիևը, այն որ ցույց էին տալի, բայց իրենք պարապել էին։ Այսինքն ես գիտեմ, որ իրանք կոնկրետ մարզվել էին տարիներով իրանց մոտ այդ բանը շատ է եղել։ Մեր մոտ դա չի եղել։ Մենք որ հաղթող ենք եղել, մեզ թվալելով այլան կարան մեզ մոտի գան թուրքերը բան, չգիտեմ, այդ ադրբեջանցի։ Բայց դրա հետևանքով շատ այսպես հանգստացել ենք, նույնիսկ քաղաքացիական զենքի մշակույթը շատ դժվարությամբ են կարողանում տարածել։ Բայց վերադառնանք այ լավ ասած Կիևի, իրենք պատրաստություն ունեն, հա, պատրաստություն եւ մարզվում։ Հիմա օրինակ շատ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեսել եմ կպցրել են օթային տագնապ թե ոնց են անելու թե մի ամսից արևը թանակը լրիվ ջնջեց հիմա ուզում եմ իշտեմ հասնեմ չեմ կարող ամենաբոմբը գիտես որն է մոնումենտում ուրեմն մտել եմ մի հատ 16 տարեկան շենք գրած է բանը թաքնվել նկուղ չկա այդ շենքը չկա նկուղ ուղղակի ասես բելա պատասխանատուն ինչքան դրել է այս շենքում կպցրեցի պատրանք իրականում գործունեության որովհետև որևէ լուրջ փորձություն այդ պլանները չեն բռնելու։ Էլի Բարքինի հալբաթի վրա է։ Իսկ ես բայղուշ եմ, ես վստահ եմ, որ տեղը եկավ, Թշնամին կարա հանգիստ Երևանի խփի, եթե իրան դա պետք եղավ։ Դե դա դժվար չի իհարկե, բայց մեր պատրաստության հարցն է, մեր ենթակառուցվածքների պատրաստության հարցը, հա, մեր այսպես ռմբապաստարաններ, շենքեր նկողներ։ Գիտես, հարցը ռմբապաստարանը չէ, մի հատ հրթիռ ընկավ Երևանի կենտրոնում, մարդիկ ուղղակի իրար կողկրտելու են։ Ոչ թե մարդը մահանալու է հրթիռից, կարող է ինչ-որ, չգիտեմ, ասֆալտի վրա ընկավ, որտեղ մոտեցնում է։ Իսկ կառույցները, որոնք պաշտպանից պիտի դա կարգավորեն, դրան մարզված չեն։ Ես գիտես մի բան կասեմ, օրինակ մենք ուսումնասիրել ենք տարբեր քաղաքներ, օրինակ վերցնենք վերջի շրջանը, ասենք 15-20 տարվա, սկսած, չգիտեմ, Սուդանի, բանի, Ֆալուջայի կամ Մոսուլի, հա, կամ աֆղանական Իրական պատերազմը երկար որտեղ ստրատեգիան ուրիշ, այսինքն հարձակվողը մեծ մաս եղել է ՆԱՏՕ-ի զորքերի կամ այդ տրամաբանության մեջ։ Ու նաև բնակարանները դե կավ են եղել, քար են եղել, թեթև են եղել եւ օրինակ ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ն ուրիշ ձևաց զինվորին, ասում եմ միջև այս ինչ գործողությունները չանես, դու չես մտցես, հետո այս նոր դու չես կարող մտնես, հետո մի հատ միջև ավիացիան վերևը չֆրապարտադիր ինքը չունենա որ դեժամի սպարանյան փախցնեն ու սնայպերները չաշխատեն։ Երևանում մենք չունենք տենց բան, այսինքն մեր 44-ը ցույց տվեց, որ ընդհանրապես անգամ այդ դաշտային պայմաններում մեր պատերազմ, որ մենք եղել է, Արցախում մենք չենք ունեցել դա։ Երկրորդ դեպքը դա ավելի կարևոր է ռուս-ուկրաինական արդեն կոնֆլիկտի պատերազմի ուսումնասիրելը, որովհետև այդ ժամանակ արդեն որտեղ մենք 44-րի ժամանակ սաղս գիրենք սաղ աշխարհում հիմա ուսումնասիրում են հենց այդ նույն բայրակտարները եւ այլն ամենաառաջնային հիմնական ֆրոնտը մենք ենք եղել։ Մեր վրա ուղղակի զենք են փորձել։
Մենք բնականաբար չկարողացանք լավ, ինչքան տղեկը լավ գործելարի գետի ժամանակին ասում են դեռ 2016 թվականին 16 ես Ամերիկայում UCLA-ում այս կիբերպատերազմներ եւ կիբերհանցագործներ ուսումնասիրում էի 6 ամսվա այդտենց կուրսեր էր ինտենսիվ բան Հետո եկա Երևան գնացի պաշտպանության նախարարություն, նախագահական ասում են տղեկ, ոնց որ ինչ որ sense դրոներից են խոսում, թռնում է գալիս է բան, 6 տեղ հանդիպեցի տարբեր մարդկանց մոտ ընդրմատ փոխնախարար կար, բամուշում վերջում ասին, տենց փորձը ճանաչում էին, քիչ հարգելով, ասին մենք ուսումնասիրել ենք, դա բան չի Հերանեկարային բան չի, այդ խաղալիք է եւ այլն։ Չնայած մենք ռազմավարության կոմիտեում լրիվ ուրիշ բան էինք անում դրտներ, այսինքն 16 թվականին կա այդ որ առաջ անգամ ասում են որ ինչա նշանակում այդ հիբրիդային պատերազմ ասում են մեծ կվանտովի սկաչոկներ ապել որտեվ կյանքը ցույց է տալի կան տենց երկրներ անպայման չի տենաս դու լավ էկոնոմիկա ունես թե չէ քեզ պետք է լավ ուղակի նվիրել մարդիկ որտեվ 4 օրից հետո եթե հիշում եք Կարենը Վարդանյան այն հետաքրքիր բոլորը թիմը հիշում եք սաղ հիշում դուք սաղ մասնակցում եք ինչ խումբ եղավ այսինքն մի քանի 100 մարդ գիտնական ամերիկայից եվրոպայից ասում են հիշում եք որ մենք գանք օգնենք բայց մի գրեք մեզ որտեղ մենք մեկս դասախոս ենք մեկը պարտավորություն ենք կարողում զենքերի այսինքն այդ պոտենցիալը կար մենք չօգտվեցինք մենք 44 օրից հետո եւս որևէ դաս չքաղեցինք այսինքն սաղ զարգացան տարբեր երկրներ սկսեցին արտադրել մենք էլի չենք կարողանում դրա համար իմ հույսը համայնքի վրա էլի գալիս է բակին որտեղ երբ որ թուրքը կգա կհասնի Երևանի արդեն այդ սահմանին օրինակ վերցնենք հիշենք այդ Ազովստալում պատկերացնում եք տասնյակ հազար մարդ համահացել այդ Ազովստալի տասնյակ հազարներ հիմա թիվը բան անհետ կորածներ կան հիմա դուք պատկերացնեք մենք օրինակ այս Շենգավիթի գործարանների բաների կողմով ինչքան մարդ կարանք պրոսը տաղալենք ու թաղենք այդտեղ էլ չեմ ասում որտեվ Շենգավիթին չեմ օրինակ եմ էլի բերում հա ասենք ես վատ բան եմ տեսնում եմ այդ Աստված ոչանի դեպքում մենք ոնց կարանք այդ փողոցներում իրանց կանգնան իրանք ոչ մեկ ոչ համարենք մեր այս չենք տենց եկա թուրքերը կամ են մեկը մյուսը մեր թշնամիները որևէ մեկը իսկ այդ քաղաքային մարտերում շատ մարդիկ են մահանում ավելի շատ տասնյակ անգամ միանգամից քան բաներում երկրորդը իրանց այդ մեր բանը խախտվում այդ որ այսինքն այդ բալանսը որ մենք խախտել ենք չէ մենք պաշտպանված չենք եղել ուժերի բալանսը այդ բայրակթարները եկել են կամ այդ մնացածը քաղաքում դա չի աշխատում եւ երրորդը որ մենք պետք է ուսումնասիրենք ասում են Ուկրաինա Այդ որ մեր մեջ ասած են Իսկանդեր բանը որ տենց ասում են այդ բաները տամս 5-10 միլիոն դոլարանոց ռակետա անկերտ գալի խփում այն ուկրաինական կամ շենքերին պանելից 200 չի վնասվում իսկ ես մեր հիմա այդ կարևորությունը մեր քարի մեր շինարարության հատկապես կենտրոն հատկապես որտեվ նախա պատերազմյան ել չեմ ասում օրինակ Տիգրան մեծը կառուցվել է պատերազմից հետո ու արդեն գերմանացին ու ինչ արտարապետների, կոնստրուկտորների, հա, արդեն այդ փորձը հաշվի առնելով պատեսքան են գծել, մարդիկ են պատմասում մեծ նախագծով եկել այսքան փաթ։ Այսինքն չգիտեմ, հայ էլեկտրոգործանի բնակելի շենքն է կամ եսին որտեքսի։ Շինարարները ասեն, այո, ոնց որ հնարավորենք այսքան, եկեք այս ավելի հաստը դնենք, որտեվ պետք է տանջվենք այս քարանենք, ով ոչ մեկը գնացել են աշխեկին հարցել են, ասում են դե լավ արեք, ինչ ա եղել, մեկ այդ քարը եկել է։ Հետո են մարդ ասում է տղես այդ տանը ապրելու, որտեվ դու ստեպ տուն ստանաս, ասում է ավելի եմ ամրացրել։ Մեր բախտը բերել է դրա համար էս մինչև հիմա այս Երևանի հատկապես կենտրոնինը չի քանդի, որտեվ կենտրոնը ամենաշատ հաշվառները վանշած գույքը շատ այդ փաբերը, վարսավիրանոցները, այս կոմպյուտերանոցները, այս որ սաղ պատվալները կերան, այդ որ քանդում էին, չնում էին բալկային դնում դրա շնորհիվ է որտեվ այն գլխից ինքը կառուցված է եղել ու դա խոսում եմ կենտրոնի մասին այստեղ մենք որտեվ Աջափնյակը կամ նոր-նորքը լրիվ ուրիշ ժամանակաշրջանում ուրիշ քաղաքաշինական նորմերով են կառուցվել Գյումրի 80 թվի Լենականի բանը մեծ օրինակ էլի Մինչև հիմա այնտեղ կա դեռ ավերակ շենքեր որ նայում ես բայց խեմ ասում ես այս թեմայից հետ հաշվի առնելով ձեր նախկին փորձը ձեր գործընկերների հետ շփվել եք Իրանք խնդիրը չեն էլ հասկանում հասկանում եք Արմեն ջան երբ որ դուք ասենք հրավիրում եք ես ուրախ եմ որտեվ նայում եմ օրինակ հիմա օրինակ բերեմ երբ որ ես դարձա հենց նշանակվեցի բանը թաղապետ կենտրոնի 10 օր երևի չէր անցել առաջի զանգ եք ու առաջի զանգեցում եղել իմ ընկեր Հարութին սիմպաթիչնի Հարութին որ Հարութը մնացական կատակավորած մեր մտեղեն հա ինքը Չասենք Լահաստանի լավագույն գյուղատնտեսական մասնագետներից է
ասում եմ հարջան, sense բան կա, ուզում եմ տանիքներում, ասված ոչ անի, պատերազմ եղավ, դա 10 թվին է, ոչ մի պատերազմի բան չկար, չէ՞։ Բայց արի մենք ապահովենք, որ ինքնաբավ լինենք, օրինակ կենտրոնում ամենակիչն են հարթ տանիքները, կենտրոնում են ամենակիչը, բայց ինչ էլ որ կա, մարդկանց խրախուսենք, օրինակ ֆերմաներ անել եւ այլն համակարգերով այրոպոլիկ լավ բան ես ասում, գնացինք Արմենը Մինասյան Խախշին կոմիտեից, մեր լավ ճարտարապետներից դասավանդում է, էլի մի հանդիպեցինք մի քանի անգամ մի տեղակալը զբաղվում էր գերմանացիների ու փորձ ուսումնասիրեցինք, որտեվ ոնց կարանք անենք եւ մենք արդեն մտածում ենք մի տեղակալը զբաղվում է նրանով, որ խրախուսենք օրինակ այն շենքը, որը ամենաշատ օրինակ գույք բան է պարտադիր վճարանական գույքարկի պարտքեր չունի եւ այլն, այդ համատիրությունների բաների հետ աշխատենք, տանք ասենք տալիս են քեզ այդ 500 մետր, պատկերացնում եք Երևանում տասնյակ հազարներով քառակուսի հենց հիմա անիմաստ պետությունը ծախս է անում այդ տոլա փոխում, այս ռեմոնտան, մի ջերմոցներ անենք, էլ չեմ ասում հովացնում է եւ ինքն ընդհանրապես լանդշաֆտ, Նյու Յորքում հիմա լավագույն թաղամասում սա սկսել են անել։ Գնացինք դա հիշում եմ Երեմյանի հետ խոսացինք, ասացինք եթե աճացնենք այնտեղ ռուկլեն 100 լավ խորհուրդներ տվեն հանգանոց բաները, ասած սաղ կարվենք, եթե այդպես քաղաքային ծրագիր է, բոլորը պատրաստ են, բայց մի տարի ես աշխատեցի, դուրս եկան չարեցինք։ Մյուս օրինակը կարամ բերեմ, այսինքն փորձեր եղել են, հասկանում ես Անջան, բայց չեն կարողացել էլի թաղ-թաղա կարևոր, որտեվ եթե ասված ոչ անի եթե էլի պատերազմ եղավ Իմ հույսը մեր ասենք բանակը չի շատ բան հաշվի առնելու։ Իմ հույսը տղեկներն, օրինակ ելեմ ասում, նույն երրորդ մասի տղեկներ, Չարբաղցի կլեն, Շինգավիցի կլեն, Յոնջելա, որը կլեն, որտեղ իրանք քեզ պետք է ընդհանրեն տարբեր ասենք կամ նույն իշխանին որ հրավիրել եք, ես ուշադիր լսում էի ձեր բանը, շատ հետաքրքիր, ասենք որ իշխանին չանց, մարդիկ ազատազենին ինչա, պոպուլարիզացիա է, զենքը պետք չի շատ վախենար զենքից։ Դու ամեն մեկին տաս ժամանակին ես Սուրեն Աբրամյանը քաղաքապետ Երևանի ինքը միջև այդ մարզպետն էր ու կարծեմ Վազգեն Սարգսյան ներկայացուցիչներ Սյունիքում այն ժամանակ ասում էր եկեք սա գյուղերին տանք հնարավորություն որտեվ գյուղը իրանցից լավ ոչ մեկ չի կռվի վաղը չի միսօրը իրանցից ոչ մեկ չգիտի բոլորը տալիս է ավտոմատ է չի կարա 10 տարեկան տղեն գայթի հանի որտեվ ինքը բան է սեյֆի մեջ է հենց մի հատ բան եղավ լարմ եղավ ինքը միանգամից բոլորի տներում բացվում վազելով գնում է արդեն ամեն մեկը գիտի ուրա գնում այսինքն գյուղապետը առանձին անպայման չի գյուղապետը դառնա այդ զինվորական գյուղապետը լավ վարչական հարցով կարա զբաղվի գյուղատնտեսության հարցով բայց որ հիմա հիշում ես մի երկի մասին ես խոսում որ առաջինը մշակույթի նախարարությունը փակեցին իսկ սա նաև մշակույթը ամենակեն չի նկարը օպերան գեղարվեստը մենք պետքա պատերազմի չվախենալու ոնց որ մշակույթ ունենանք մենք հասկանանք որ էսի վրագ ու վառոդ էլի մենք լյուբոյ պահին կարանք ունենանք խնդրեմ բայց խնդրեմի ես ընդհանրապես մի բան ես ասենք որպես ուրբանիստ որպես քիչ շատից հասկանալով կամ զգալով քաղաքի այդ պուլսը եւ այլն տեմպը եւ ամեն ինչը ասում եմ եկեք դուք կրվեք այսին զորամասը այսին կորպուսը կբերեք բան եւ այլն սամալոտը դեսը դենը ախպեր ես ասում եմ եկեք բակերով մենք գցենք ինչա խանգարում եկեք մենք մեր ուժերով հաստատ ուզենանք կանենք այն օրը մենք անցած օր այդ ինստիգեյթի ժողովրդի հետ հանդիպել ենք բանի ինստիգեյթ խմբի հետ ոգեզենիկ ներողություն հա սաղով հանդիպեք քննարկել ենք ասում եկեք թաղերի գծենք ամեն թաղում ես ճանաչում հաստատ մեկին որ նա գիտեն որ ասած Օչանի դեպքում 5 րոպեից ինքն տեղ կանգնած է ես իրան վստահում եմ քաղաքապետ դու պետք է վստահես թաղապետ դու պետք է վստահես պաշտպանության նախարար դու պետք է վստահես այդ մարդկանց մենակ զինեք դուք զբաղվեք ուրիշ բաներով այդ մարդիկ հաստատ որտեղ իրենց ընտանիքն է ապրում այդ տանը միջալից մի հետաքրքիր նկատառում Կիևյան փողոցի ներքևի շենքերը որ արդեն կամուրջի մոտ են նայում ես կամուրջից ոնց որ գդացրորդի կետերն հենց այդպես էլ նախագծվել հենց տենց արել է մենք իրականում զարմանալի բան ասեմ նույն բանը կասկադում եմ վերցրել որովհետև կասկադը կենտրոնն է խնդիրը չկա որովհետև ինքը ինչ է հյուսիսային ճառագայթի մաս է բայց դու հիշի որ նույն այդ Կիևյան այդ Սիրուն այդ Կիևյան 1 ու 2-ը բրատ բռնեցին ասենք Կիևյանի այս մասի շենքը ծերից էլ մաքրեցին, այս մասը մնաց։ Այսինքն այս մարդիկ դեռ չեն հասկանում ինչա դա։ Բռնում են ասենք հազիվ ենք համոզել որ այդ Կիևյանի ծառերն է չկտրեն։ Բռնում են կտրեն, բայց ծառը զարմանալի է։ Ես ասում եմ գնացը կռիվը ասում եմ համասանի ծառերը մի կտրեք լավ Թումանյանին է։ Բացատրում եմ խի ասում եմ եթե վաղը չիմսոր պատերազմ է։ Հաստատուն ծառը դրոնները միակ բանը որ մեր երեխեք գիտե չէ ժամը միակ տեղը որ էս Ուկրաինայում Ռուսաստան չիլում է դի ծառի տակ չեն կա։ Կամ պետք է կանա իշնի որ խփի, ինչն է ավտոմատով խփես է դրոնին այդ բանին։ Հասկանում ես։ Բրեցի ծառերը ուսանողական թաղամասի ծառերը կտրեցին։ Ես հիմա կարող եմ զարմանամ սրանք ասենք շպիոն են կամ թշնամի են ազգի վաղը չմիսօրը։ Բայց Վիկտոր ջան, նայ, այստեղ խնդիրը հետևելն է։ Ես ասում եմ գոնե ինչ որ կետից պետք է սկսել,
հասկանում եմ, որ հարյուրավոր շերտեր կան, որ մի օր գոնե այս խնդիրները լուծված լինեն, որովհետև օրինակ օրեր առաջ լրացավ 1 տարին այն բանի ջրհեղեղի։ Հիշում եք։ Այն որ սուս բան չի եղել։ Վայ, ասենք ջրհեղեղ չէր եղել Հայաստանում։ Հիմա մարդիկ մտածեցին այն որ փակել են բանը գետառը։ Կարող է նույն բանը Երևան լինի, ասում ես հա։ Գետառը փակելուց բացի ես ապրում եմ դիմացը թենիսի կորտերի այդ մասը, որ մենք տունորան գետառ էր։ Նա մենք գետառ, ասենք կռիսան, ոչ մի կռիսանոց, յանք չէին մաքրում, ասում են կռիսանոց է։ Մի օր այդ իմիջիալոց այդ մի տարվանը չէ 46 թվի մայիսի 26-ին է մայիսի 26-ին է սրբել է Երևանի կեսը այնտեղ միջև հիմա կամերային տան կողքը մի քանի տոնանոց քարեր կա նորքից բերել է դու հիմա պատկերացա մեր մոտ ինչ անել իմիջիալոց այդ ջրհեղեղն է եւս քաղաքաշինական ահագին նոր փոխեց Երևանում այո Մոսկվայացին Ավանի լիճը ավելացին որը հեղեղը կանխելու բան ուներ շատ բաներ բայց Ավանի լիճը չորացրել են մի բան եղավ Երևանը գործել է 11 հատ մենակ լիճ օրինակ կարամ բերեմ ասենք դրա մեջ մեծ ու փոքր ուպրավլենի լիճից ռայկոմի լիճը սկսած բան ասենք տաշիրի դիմացեն ֆոնտաններից կամ այդ վերջերս բռնեցին այդ մենք սիրուն այդ քրիս բանը այս Սիլաչի մետաքսի այդ խաշմերուկի ուպրավլենի այդ բացի լիճից մի հատ պետք է բասեին կա Շենքի որոշել է ասա ֆուտբոլի դաշտ անենք ասում օքեյ արեք ես դեմ չեմ էդի հետևը կողքն է կալը բայց այդ ոչ թե այդ սիրուն բասեինների հաշին որտեվ Երևանը ընդհանուր ինքը շատ հովանում ասինքն հիմա Մարշալ Բաղրամյանի արձանը որ դրել են դա էլ լեջիտ է հա իհարկե բայց կարելի է չէ նեզ նախագծել համ լիճը մնար համ արձանը մնար Կոմիտասը վերևը լեջիտ է դրայկոմի լիճը ինքը իրականում ավելի հովացման լիճ էր բայց մեկը լիճ էր հիմա էլի եկեղեցի սիրուն կառուցել ենք, չէ, ասենք արագիլը չուներ։ Կողքը հիմա լավ կառուցապատում են անում, շենքեր են սարքում, էլի ձեն չենք անում։ Մոստը կա, ինքը կարևոր տեղ է։ Ախպերը բանում, այդ ձորում էլի կարային անեն։ Էլ չեմ ասում, եթե հիմա գնաս կանգնես այնց եկեղեցուց ներքև դեպի այդ լամբադայի կամուրջը, մի քանի հազար քառակուսի ընտիր պուրակի տեղ կա, բայց հիմա դարել է բոմժերի ու չգիտեմ թմրամոլների հավաքույթ տեղ։ Մենք գնաց հենց վերևից մի օր գնացեք, եկեղեցու մոտից նայեք, մի քանի հազար, ասենք տասնյակ 50-60 տարեկան ծառեր կան ֆանտաստիկ։ Եղա ծառեք, լիճը սարքեք, այդ կառուցապատողներն հաստատ ոչ թե վեկալեք, չգիտեմ, հա, եսի մինչերով, այլ այդ մարդկանց ասեք, եղբայր քո համայնքի մի բանը թող համայնքը փող դներ, բայց ինչն է խնդիրը, որ ու երբ որ եկեղեցին սարքում են, ասում են արաբկիրը եկեղեցի չունի, ասենք կենտրոնը կա 5 հատ, հայ այդ համար հարաբկիրի այդ սախ դիմացը մարդիկ են գործարանները բանը բաղնիկի տեղը չասեմ դիմացը տասնյակ շենքեր են սարքի ախպեր ամեն մեկից որպես համայնքի փող ոչ թե Երևան համայնքին արդեն ասում եմ այս սա է հարցը որտեվ 12 վարչական շրջանը առանց հիշում եք ժամանակ թաղապետը լրիվ ուրիշ ֆունկցիաներ ունի հիմա թաղապետը ես չեմ հասկանում ինչով են զբաղված այդ մարդիկ անկեղծ եմ ասում հա կանիկ դնող էլի դե ներկայացուցիչ գիտես ժամանակա աշխատողը մեկը իրան գործ կգտնի բայց թաղապետի գործ չեն անում մեկ կառավարում չի բակային ավազաններն էլ կա չէ ջրավազանները որ առաջ հրշեջ անվտանգ ոնց որ հեծանիվի գիծը ոնց որ հեծանվողիները Երևանի ոնց որ հիմա որպես ուրբանիստ եմ խոսում ամենաառաջինը բակային բասեինները թաղային բասեինները բակային ֆուտբոլի դաշտերը ոչ թե մենակ խաղահրապարակ, այսինքն դու խաղահրապարականում ես նկատում ասենք որոշ դեպքերում հատկապես կենտրոնում բան հիմա մի քիչ հնարավոր է բիզնեսմենն հետ խոսում ես, անում են լավ բաներ, նոր ժամանակ, նոր դարի, ոչ թե երկաթի կամ էլ վատ պլաստմասի որ կանցերով կարող են որպես օգտագործվել, իհարկե, բայց մենք քանի չենք օգտվում մեր օրինակ այգիներից։ Մենք ունենք հիմա ֆանտաստիկ բան, ասենք Երևանյան լիճը։ Ուզում ես $5 միլիոն տարդիր Երևանյան լիճը տեր չունի եղբայր, դա չի կարող այդպես բան, աշխարհում այդպես բան չկա։ Այսինքն ես եթե ես թոշակի եմ գնում, ուզում եմ ասենք ես ապրում եմ այդ 4 հատվածի դիմաց Օղակաձև այգու, թոշակի եմ գնում, գնամ քաղաքապետարան խնդրեմ ասեմ կնի ինձ տվեք տնորեն, աշխատավարձ չեմ ուզում։ Բայց իսլամը տվեք 8 հատ բանվորի հնարավորություն է, կանաչապատողի տեխնիկա, որ ես իմանամ պետք է գան սրսկեն, պետք է չգիտեմ ես քարը գան տանեն, բայց ես չեմ ամեն օր լույսը կփչանակ ասեմ, տենան վատ բան կնկատեմ նկատողություն կանեմ, հա, նստարան խնդրեմնի կասեմ, ծառը հիվանդանա ես կասեմ, չկա Երևանյան լիճ, այսինքն դու $1 միլիոն դրել ես Երևանյան լիճի մեջ, ընդհանրապես դրանով զբաղվում է Դավիթը, մի լավ տղա է այնտեղ, այդ որ զուգանա տիրեցուն անում բանը բենիկը կանաչապատման մի բան որ այդ սաղ հեկտարներով տարածքը ջուրը այդպես կիսատ պրատ ինչ որ ջրերով չաշխատող դա միակ աշխատի մի դեպքում
Որ դե կաֆեներ թույլատրես, պլաժի պես բան սարքես, տուրիզմը սկսի գնագեր, հիմա լավ է հին բանը Որ նոր հյուրանոցն է բացվել, այդ զորի Կարմիր մոստը դա առաջ Խոջապիլավի, չէ։ Հիմա արդեն հիմա Երևանցիները կարան գնան կենտրոնից ոդկով իջնեն, այդ քաղաքապետարան Արգիշտի փողոցով, գնաս Նորագյուղով, այդ ամերիկյան փողոցով, դուք գաս Երևանյան լիճ։ Ամենալավ տեղն է, բայց ղեկավար չկա, то есть մենք հիմա ինչ որ խոսում ենք, Ավջան, հասկացի, որ այս մարտիկ չեն հասկանում, օրինակ այգին, օղակած դու ասեն դու ով ես, ասես, ես օղակած ձևայգու տնօրեն եմ։ Դու ով ես, ես Երևանյան բանի լճի տնօրենն եմ, չբանես քեզնից կամավորներին, չմերժես հենց բարի կամքը։ Ինչքան մարդ է ճանաչել կգնա Երևանյան լճի տնօրեն։ Ինչքան ես այդ մի տարին աշխատում եմ, մեր կոմունալի տեսա ամենաաշխատասեր տղեկից մեկով, հա, Երվանդը Բազյան։ Մեր կոմունալի ամենա սուպեր աշխատողներից է։ Երվանդը 6 ամիս ես ուժ դա հասկացա, Երվանդը պատասխանատուն է հրապարակի։ Հրապարակում մեկը մարոժնիկ գցեց։ Այսինքն եթե ինչ-որ մեկը չնկատի Facebook, մինչև հիմա երբ կարող օրերով մնա։ Մեկը ուզենա գա բան վաճառ։ Այդ սա դնում է իր վրա։ Օպերան իր պատասխանատուն պիտի ունենա։ Մեկը ոչ անկազմակերպ է մեր մոտ այդ կոմունալ եւ այդ հարցերը, բայց այդ սա պատերազմը ամենաառաջին դրվում է կոմունալ ծառայությունների վրա։ Իսկ մեր կոմունալի պետը անցած օրը ես իմ ինչ-որ միջնորդության բռնի կալանավորեցին, հասկանում ես։ Նույնը տրանսպորտի վարչության։ Մենք հիմա խոսում ենք դատաներից, այդ որ խաչմերուկները որ ասում ես, իրական մետի կոչվում է Smart City-ն։ Այդ Smart City որ ասում ես, սա գիտեն ինչ որ միանգամից բոլորը խել։ Դա Smart City-ն ընդհանրապես խաչմերուկների կարգավորում է։ Մեր ասելով ընկեր, եթե ավտոբուսի գիծը լավ իդեա է, բայց լավ իդեա է, երբ որ մեջտեղով պիտի գնա։ Ինքը պիտի գնա մենակ Խանջանով, ինքը պիտի գնա մենակ Պրոսպեկտով ու գնա միանա օրինակ Միասնիկյանին, որովհետև ու էլի մեջտեղով, որովհետև որ Պարկյանին հենց հիմա ստեղ գալուց էլի ես է դու էլ բոլորս ուշացանք, որովհետև հենց հիմա Coca-Cola-ի գալուց Պուշկին Պրոսպեկտ Խաչմերուկում Coca-Cola-ի ավտոն եկել է մի հատ խանութի համար, կաֆեի խանութի է չէ, կաֆե առաքումը մեծ կանգնել ավտոբուսի գվերը։ Մի 10 հատ ավտոբուս իրանց են ցանցան, արդեն դա Խաչմերուկը Պուշկին բանը կարևոր է, չէ։ Ես ավելի վատ նկար ունեմ հեռախոսի մեջ Աբովյանի վրա ավտոբուսի առանձնացված գծում կանգնած է քաղաքապետարան ինչ որ պաշտոնյայի մեքենա։ Մեջը մարդ չկա։ Պատկերացրու, ասենք այդ առանձնացված գիծը օգտագործել է քաղաքապետարանի պաշտոնին մեքենան կանելու համար։ Բայց դա չէ որ թե շրջանցում եմ։ 1000-ով մի հատ է խնդալու օրինակ էլի ասեմ։ Գալիս ես այդ Ամիրանից դեպի Պրոսպեկտ, այդ բանը այդ Մալիբու են ասում, բայց շեմ բուլվարը մենք ասենք, որտեղ սա էլի անունը Ձյան Աբդարի անունով մեկը դեցին Իսակ Մանուշյան, ամենայն հարգանքով երկուսին է, բայց դա բուլվարն է Երևան, դա դրա անունը բուլվար, գլխավոր պողոտա, այո։ Դա գլխավոր պողոտան էր Երևանի, բռնել լավ։ Ուրեմն այդտեղ տակը բանկա չէ, ինչ որ մոլա սուպերմարքետ է, այդտեղից է վերևից, այսինքն օրինակ սա այն շրջանայինի հետևից ինչ որ տեղ ունի մտնում է բանել, դու եթե մոլա պիտի տակից տեղ տաս ու ժամերով, մենք ասում ենք ուրեմն գիտես ոնց էր կանգնած, սենց չէր է կանգնած։ Այս սենց էր կանգնած, հասկացա՞ր։ Նկար ունեմ, որտեղ շշմելու բան է։ Այսինքն մեկը չկա նկատողություն ունի, այս ախպեր աշխատեք, բայց չի կարելի տենց բան անել, այ առաքման ֆիրմա ջան, տենց բան չեն անում քաղաքը, բայց Պարեկներ անցնում են ոչ մեկը անգամ չի ուզում նկատողություն անի։ Այ որ ասում եմ սա իր այդ փող կապակցված, արդեն տենց է։ Բայց իմ կարծիքով մենք կարևորագույն խնդիրը ստե ֆիքսեցինք, կառավարում։ Այսինքն այն որ ՉՊ-ների ժամանակ երկիրը կոլապսի է ենթարկվում, այդ կառավարման բացակայության հետևանքն է։ Որովհետև նույն այ որ ասում էր պատասխանատու, եթե մենք միջև հիմա չգիտենք Շուշիի պաշտպանության պատասխանատուն ով էր, չկա չէ՞ որ կամ բանի Հադրութի պաշտպանության պատասխանատուն ով էր, այդ նույն քաղաքային մարտերը պետք է լինեին, չէ՞, այտենց դժվար Հադրութում չի եղել քաղաքային մարդ։ Ահա։ Շուշում է չի եղել քաղաքային։ Նույնը այսօր քաղաքում է։ Դրա համար նույն երկրաշարժի, նույն ջրհեղեղի, մյուս հնարավոր ՉՊ-ների դեպքում, նույն Սուրմալուի դեպքում չկար այդ տարածքում պատասխանատու շեֆ, որ ռացիան իր ձեռնա, բոլորը իրան են ենթարկվում, ոստիկաններն էլ, տեղի փրկարաններն էլ։ Այ մեր մոտ տոտալ այդ վիճակն է։ Գուցե պատճառն այն է, որ մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել։ Բայց տես տրանսպորտի մասով խոսեցինք, իրականում տրանսպորտային խնդիրը քաղաքապաշտպանության լրջագույն վտանգ է, որովհետև ոչ մի տարհանում արտակարգ ծառայությունների մոտենալ, նման բան տեղի չի ունենալու այսօր մեր վիճակում, երբ որ քաղաքի բոլոր փողոցները խցանված են։ Հենց հիմա նայես քաղաքի բոլոր փողոցները խցանված են։ Մի քանի ժամվա պատճառով, երբ որ սկսել է որ հարցակվել են մտել են վերևից, այդ Բելգիայի կողմից Զորքերի մեծ մասը պայքեն որ Փարիզը պային, բայց որոշ խելո գեներալների պատճառով մի քիչ ավելի հարավ են տարել, ուզեցել են մեջ մտել են խրվել են ու արդեն այդ ասեն լավ հանձնում են, որտեվ հասկացել անիմաստ չենք հասցնի։ Փարիզի պատճառով։ Դեպքն է կա, գիտեք, որ այն առաջին առողջություն այսքան է ճիշտ, որ
տաքսիստներն են տարել, Փարիզի տաքսիստները հիմնական զորքը նստել են ու հազարներով գնացել են, հասել են։ Տրանսպորտը սարսափելի կարևոր ու ամենակարևորն է, բայց մի հատ հիմա հետաքրքիր բան ասեմ, որ հասկանաք ինչ ավելի կարևոր բաներ կա, որ ոչ թե ավելի կարևոր, այլ ավելի նաև նուրբ ու հետաքրքիր, որ մենք օրինակ էտել ենք ձախողը։ Մենք ասելով ընդհանրապես մենք ձախողող հասկացած ռադիո Օրինակ Իսպանիա կամ Պորտուգալիա, ասեմ ով է Պորտուգալիայի թշնամին, ոչ մեկը չեք կարծի, որտեղ չունեն այդ մարտիկ կամ Իսպանիա։ Բայց լարով ռադիո ունեն։ Լարով ռադիո ունեն եւ այս վերջի ես որ այս հակերական եղել էր անջատվել էր, միայն պանիկա չի սկսել ռադիոյի պատճառով։ Մենք Խումարյանի այդ ժամանակ շատ ենք խոսացել, գնացել եմ հանդիպել եմ այդ ժամանակ, որ ես թաղապետ էի, դա իմ գործը չէր։ Բայց գնում էի խոսացինք ինքը բացատրեց, ասում եմ մոտավորապես $1 միլիոն չի նստում սա ամբողջ Երևանի լարային քաղաքային ռադիո։ Ու չեմ ասում լիքը տեղեր, ասում եմ եկեք խոսացին ժամանակ գլխավոր մեր ճարտարապետի, հետո խոսում են եւ քաղաքապետի, այդ Հայքի հետ Մարությանը ասում է եկեք պարտադիր անենք ավարտական կամ ապեզը չտանք, եթե ինքը չի տեսել, նա լավ իդեա, մենք փորձեցինք։ Պարտադիր պետք է լինի ռադիո։ Ծախսեմ իջալած։ Իրոք ծիծաղալու։ Այդ ցավտեմ $1 միլիոնը քան է, մի վարքյանում մի հատ կարող 100 հազարներով շենք է, մի կառուցապատողից կարելի է դա վերցնել, բայց լարային ռադիոն մեր ասված ոչանի դեպքում միակ փրկությունն է լինելու, դա է, որովհետև առաջինը անջատելու են միանգամից խփելու են, միանգամից ինտերնետը վերացավ, երկրորդը հեռախոսը վերացավ եւ գալիս է երրորդը, այդ արդեն ձերացած ասած վրացի վարորդը շուրջ, պետք չի շուրջ, արդեն մեր մեջ եղած պանիկան, հատկապես որ մեկի երեխան դպրոցում եղավ, մեկի ծնող եւ այլն, բավարար խայտարը փողոցը կանգնում են, միակ փրկությունը ռադիոն է, ունենանք տանը ռադիո եւ նաեւ ունենանք բան, օրինակ հրապարակներ, ասում եմ Խանջան Սայատնովա, այդ գիտեմ, եթե բան տունը չունեմ, իջնեմ այդ հրապարակում, այդ հիշում եք սովետական լիվիտանացավ, այդ ինֆորբյուրո, ինչ որ մեկը անա դա դասի, հեսա լինելու է, մի անհանգստացեք, սա խուճապա, օրինակ բանը Գյումրին չեն գրավել ոչ մեկ, որտեվ հայերը այն ժամանակ սկսում են խփել վատ, ատոմականը չի պայթել կամ ինչ է սա բանով կուկուրուզնիկով սկսելու ես լիստովկեք շպրտել, դա չի լինի, էսի լուրջ չի կարող 1 միլիոնից քաղաք քթի պատերազմ ունի, ռադիո տարական չունենա։ Ժամանակի եւ ճշգրիտ տեղեկատվության փոխանցումը դա էլի հանրային անվտանգության։ Մի խոսքով այս թեմայից կարելի է շատ երկար խոսել։ Այս թեմայից պետք է խոսալ։ Այո, բնականաբար շատ ով էլ 100 մարդը էս մեր, ասենք, այսօրվա զրույցը լսի, Արմին ջան, Ավետիք ջան, ձեզ իրական պետք է շնորհակալ լինի։ Ես նայում եմ ձեր օրինակ հյուրերին, որ դուք ամեն անգամ, որտեվ էլի օրինակը բերում բանի, ոնց որ Սուրմալուի կլինի, Փեթակի կլինի, Ադրեղացի կլինի, Ձյունիկը մեր ամենակարևոր միակ Երևանի 10,000 տոննանոց սառնարանն էր։ Պատերազմ եղավ։ Մենք միանշանակ պաշարներ, ռազմավարական պաշարներ, այս շենքը կարեն ուրիշ տեղը սարքեն, ոնց կարա կառավարությունը, անկեղծ եղել է, կարծեմ Թորոսյան Արսենյան, Գուգոն, այսօր աշխատակազմի Արայիկը, այդպես տարբեր առիթներով ասել եմ իրար, մեկին դիմացնեմ կանգնացնել, խնդրեմ, մեկը հասկացա, մեկը հետաքրքրվեց, նույնը Ադրեղացի թեմայով, ասում եմ, լավ է, հասկացամ ոնց որ սեփականատերը չեն քանդում Ադրեղացի, բայց բացատրում եմ, հետո ինչ որ մեկը զանգեց վարչապետի աշխատակազմից, վարչապետին զեկուցել են, ալուրը մենք կարանք բերենք, ասում եմ, եղբայր, ալուրը մնում է մի ամիս, ցորենը մի տարի ծավել, պատերազմ եղավ ալուր, ոնց ես բերելու, սա սահմանները փակվելու են։ Այդ դրա գինը պատկերացնում եք ինչա դառնալու։ Ու քաղաքում ոնց են մարդիկ իրար ուտելու։ Իհարկե, որից հիմա ձեզ ասեմ, մի հատ ասեք ով է կառավարությունը ում եք դուք հիմա վստահ որ կար այդ հարցերով զբաղվի, ցավոք չկա այդ մարդը։ Եթե ոնց որ հիմա տրանսպորտից խոսանք, որ հիմա ասեմ այդ լավ ատամնաբույժ ասեք կամ լավ ծրագրավորող 4 հոգի կամ 50 հոգու կասեք, բայց այն ամենակարևոր մասնագիտությունները ոնց որ քաղաքացիական պաշտպանության ոլորտում կլինի, բարենային անվտանգության, զորավարական պատրաստ չկան այդ մարդիկ։ Դրա համար մենք այս կադրային ռեզերվով, այս խելքով տենց խորտում ենք ու մտածում ենք կարանք մենք մի օր պատերազմ։ Դա համար ես ընդհանրապես օգտվեմ առիթից, ես շնորհակալություն ասեմ, որ հարգելի ժողովուրդ, եթե գիտեք ձեր բակերում մարդիկ, որ կարանք Աստված հերոպայում մարտական պատերազմներ կլինեն, ինչ որ քաղաքային, եթե ինչ որ մարդիկ ունեն անդադ գնան ուսումնասիրեն, դաժե ինչ որ մեկը մեր պաշտպանության նախարարությունից չի գնացել, օրինակ նույն, չգիտեմ ինչ որ յանց այն որ բուչային գնում անկապ ինչ որ բուխ են տալի, գնացեք գոնե սովորեք, այս ռակետը ոնց է խփում, այս ձեն ինչ անում, էսի բալկի դեպքում, էսես բաները սովորեք, որ զենքն է լավ աշխատում, գնանք դրանք առնենք կամ դրանցով պաշտպանվենք։ Մի խոսքով հույսներդ հալբատ եւ բալկի մաստվածների վրա մի դրեք, եթե մի վատ բան լինելու է, կարա լինի, ուրեմն կլինի։ Եթե ինչ-որ վատ բան կարա լինի, կլինի։ Շատ շնորհակալություն բովանդակալից զրույցի համար, շատ հետաքրքիր էր։
Այսքանով ավարտենք։ Զորացրույցների եթերում։ Հաջողություն։